Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 2004-10 թվականների ընթացքում 27 անշարժ գույք 2 միլիարդ 327 միլիոն դրամ արժողությամբ իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնայական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում կենտրոն համայնքին պատկանող ավելի քան 233 միլիոն դրամի շուկայական արժեք ունեցող թիվ 140 մանկապարտեզի տարածքը փաստացի իրենը դարձնելու նպատակով համայնքի ավականու նիստի օրակարգում ներառել այդ մանկապարտեզի վերակազմակերպման հարցը, ավականու անդամներից թաքցնելով նշված անշարժ գույքը հետագայում իրենը դարձնելու մտադրությունը։ Նույն կերպ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձանց օտարվել է Երևանին սեփականության իրավունքով պատկանող ավելի քան 2 միլիարդ դրամի մնացած 26 անշարժ գույքը մի դեպքում ուղղակի վաճառքի, մյուս դեպքում նվիրատվության կամ ձևական աճուրդի եղանակով։ Բեգլարյանի կողմից վերականգնվել է 210 միլիոն դրամ, ինչպես նաև արգելանք է դրվել վերը նշված 27 անշարժ գույքի վրա։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը օգտվելով անչափահաս երեխաների ծնողի ֆինանսական ծանր վիճակում գտնվող հանգամանքից վերջինիս առաջարկել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, պոռնկության եւ սեքսուալ շահագործման այլ ձևերի ենթարկելու, վերջիններիս ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ընթացքը տեսաձայնագրելու եւ իրեն ուղարկելու դիմաց կատարել նյութական ծառայություններ, որին ծնողը ըստ էության տվել է իր համաձայնությունը։ Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել կալանքը։ Ապրիլի 16-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանյան լճում դիկ կա։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Վաչագանն է։ Ապրիլի 16-ին Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում գնացքի գծերի մոտ Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել ձորակում, տուժածներ չկան։ Ապրիլի 16-ին Նորավան Լծեն ավտոճանապարհին Իրանի քաղաքացի 59-ամյա Դավոուդ Մարանդը իր վարած հովով մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 16-ին Երևան աշտարակ ավտոճանապարհին բախվել են 28-ամյա Նարեկի վարած BMW, Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիսի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենաները։ Տուժածներ չկան, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Ապրիլի 15-ին Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթը իր վարած Honda Fit մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին եւ մի քանի պտուտ գլխի վայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում, տուժածներ չկան։ Ապրիլի 16-ին 911 ծառայությունը հազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 87 կոտորակ 2 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։ Մինչև փրկարարների ժամանումը Opel Astra մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը 62-ամյա հրայրը եւ քաղաքացիները, ապա ժամանաչարշեժները մարել են այն։ Մեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, վարորդը տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ապրիլի 16-ից 17-ը ոստիկանները բացահայտել են 72 հանցագործություն, մասնավորապես բացահայտվել է 19 դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու, 9 դեպք հոգեկան ներգործության, 7 մարմնական վնասվածք պատճառելու, 5 ֆիզիկական ներգործության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման, 4 անձնական ունեցվածքի գողության, 3 դեպք զենք զինամթերքի առգրավման, 2 դեպք էլ գույքը ոչնչացնելու կամ վնասելու եւ խունիգանության վերաբերյալ։ Բացահայտվել են նաեւ կավատության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի որսի, ծառերը թփերը ապօրինի հատելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու դեպքեր։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող կամավոր ներկայացել 5-ը։ Անցած մեկ օրում արձանագրվել է 14 ավտովթար, 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։